Բարի օր, եթերում օպերատիվ ժամն է, այս թողարկման մեջ տեղ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համարոտ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է առաջնորդության զարգացման 2025-26 թվականների դասընթացի ավարտական միջոցառմանը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարարի տեղակալին։ Երևանում անցկացվել է պատանի հրշեջ փրկարարների մրցաշարի համապետական 14-րդ առաջնությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է առաջնորդության զարգացման դպրոցի ավարտական միջոցառմանը։ Շնորհավորելով շրջանավարտներին, նախարարը նշել է, որ առաջնորդությունը սկսվում է պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունից, իսկ հաջողության հասնում են նրանք, ովքեր մշտապես սովորում եւ զարգանում են։ Մայիսի 29-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է առաջնորդության զարգացման 2025-2026 թվականների դասընթացի ավարտական միջոցառմանը։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին եւ նրանց հետ բովանդակային քննարկումների հնարավորության համար շնորհակալություն հայտնել առաջնորդության դպրոցին։ Նախարար Սարգսյանը նշել է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ առաջնորդության դպրոցի սաների հետ հանդիպման ընթացքում բազմաթիվ կարևոր թեմաներ են քննարկվել՝ առաջնորդության, պատասխանատվության, որոշումների ընդունման, հաջողությունների եւ ձախողումների մասին։ Նախարար Սարգսյանը նշել է, որ երիտասարդների հետ բովանդակային քննարկումներ են ծավալվել նաև ներքին գործերի նախարարության գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել մարտահրավերներին ու նվաճումներին, հանրային ծառայության կարևորությանը եւ մի շարք այլ թեմաների։ Դիմելով շրջանավարտներին, նախարարը նշել է, որ շատերը առաջնորդությունը պատկերացնում են որպես պաշտոն կամ իշխանություն, սակայն այն սկսվում է ավելի վաղ, քան պաշտոնը կամ առաջին մեծ պատասխանատվությունը։ Նախարար Սարգսյանի դիտարկմամբ ներկայումս ամենամեծ մարտահրավերներից մեկն այն է, որ աշխարհն անընդհատ փոխվում են տեխնոլոգիաները, անվտանգային միջավայրը, մարդկանց սպասումները պետությունից, պետական կառույցներից եւ հասարակությունից։ Նրա խոսքով փոփոխությունների պայմաններում առավել մրցունակ են դառնում ոչ թե նրանք, ովքեր կարծում են, թե ամեն ինչ գիտեն, այլ նրանք, ովքեր պատրաստ են շարունակաբար սովորել, վերաիմաստավորել սեփական պատկերացումները եւ զարգանալ։ Նախարարի խոսքով առաջնորդության դպրոցի ավարտը նոր շրջափուլի սկիզբ է, քանի որ յուրաքանչյուր շրջանավարտ վերադառնալու է իր ուսմանը, աշխատանքին, համայնքին կամ սեփական նախաձեռնություններին։ Այստեղ է սկսվելու ամենակարևոր փորձությունը կարողանալ գործնականում կիրառել այն, ինչ սովորել են նրանք։ Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարիք ունի կրթված, պատասխանատու եւ մտածող երիտասարդների, ովքեր չեն վախենում պատասխանատվությունից, չեն խուսափում դժվարություններից եւ պատրաստ են աշխատել ոչ միայն սեփական հաջողության, այլև հանրային բարօրության համար։ Նախարար Սարգսյանը նշել է, որ շրջանավարտներից շատերը դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե առաջիկա տարիներին ինչ ազդեցություն կարող են ունենալ տարբեր ոլորտներում, ապա հավաստիացրել, որ մեծ փոփոխությունները հաճախ սկսվում են մեկ մարդու որոշումից՝ լինել ավելի նախաձեռնող, ավելի համարձակ եւ ավելի պատասխանատու։ Արփինե Սարգսյանը խորհուրդ է տվել չվախենալ սխալվելուց, քանի որ մարդիկ սովորում են ոչ միայն հաղթանակներից, այլև պարտություններից ու դժվարություններից։ Եվ երբեմն ամենաբարդ փորձություններն են ձևավորում այն առաջնորդներին, որոնց հետագայում հետևում ենք։ Նախարար Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ շրջանավարտներից յուրաքանչյուրին փայլուն ապագա է սպասվում, եւ այդ համոզմունքը պայմանավորված է նրանով, որ նրանք ընտրել են շարունակաբար սովորելու եւ զարգանալու ճանապարհը։ Առաջնորդությամբ հետաքրքրվելը, նոր գաղափարների նկատմամբ բաց լինելը, վերլուծական եւ խորքային մտածողություն այն հատկանիշներն են, որոնք ըստ նախարարի բնորոշ են այն մարդկանց, ովքեր հետևողական աշխատանքի, աշխատասիրության եւ հաստատակամության շնորհիվ հասնում են իրենց նպատակներին ու իրականություն դարձնում իրենց երազանքները։ Նախարար Սարգսյանը շեշտել է, որ երբեք չպետք է թերագնահատել այն ազդեցությունը, որը կարող է ունենալ նվիրված, սկզբունքային եւ պատասխանատու մարդը։ Նախարարի խոսքով մեծ փոփոխությունները միշտ սկսվում են այն մարդկանցից, որոնք չեն սպասում իդեալական պայմանների, այլ համարձակվում են առաջին քայլն անել։ Շրջանավարտներին շնորհավորել եւ հաջողություններ են մաղթել նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև առաջնորդության զարգացման 2025-2026 թվականների դասընթացին ակտիվ ներգրավվածություն ունեցած հանրային այլ գործիչներ։ Ավարտին առաջնորդության դպրոցի շրջանավարտներին տրվել են հավաստագրեր։ Ներքին գործերի նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել են իրավապահ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Հունիսի 2-ին ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարում էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության, քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների ներկայացուցիչներ, օրակարգում անձնավորության վիճակագրության եւ հետազոտությունների ոլորտի թվայնացման վերաբերյալ հարցերն էին։ Ներկայացվել է վիճակագրական քարտերի հաշվառման էլեկտրոնային հարթակի նախագծային տարբերակը, ինչը թույլ կտա թղթային գործընթացները փոխարինել թվային լուծումներով,
ապահովելով հետագծելիությունը։ Անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գործիքների կիրառմանը, որոնք նախատեսվում է օգտագործել տվյալների վերլուծության, հնարավոր անհամապատասխանությունների բացահայտման եւ այլ գործառույթների համար։ Քննարկվել են նաեւ իրավապահ մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման հնարավորությունները, ինչի արդյունքում ապահովվելու է տվյալների փոխգործելիությունն ու տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի տեխնիկական եւ բովանդակային լուծումների շուրջ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով շարունակել աշխատանքային քննարկումները։ Փոխնախարար Արմեն Ղազարյանը հանդիպել է Լիտվայի ներքին գործերի նախարարի տեղակալի հետ, հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ մեկնարկելիք ծրագրին, որը կաջակցի վիզաների ազատականացման գործընթացին, սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ համակարգի բարեփոխումների ուղղություններով։ Հունիսի 1-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Գինտարաս Ալեքսանդրավիչուսին։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքների նշանակությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաեւ սույն թվականի մայիսի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրին, որն առավել ամուր հիմք է ստեղծում երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման համար, այդ թվում ներքին գործերի ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 1-ից Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Լիտվայի Հանրապետության գործընկերությամբ մեկնարկելիք նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները։ Նշվել է, որ ծրագիրը կարևոր դեր կունենա Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության աջակցելու գործում, սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ մարմինների բարեփոխումների ուղղություններով։ Անդրադառնալով ծրագրի առաջնահերթություններին, նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է հատկապես կրթական բաղադրիչը սահմանների կառավարման ոլորտի զարգացման համատեքստում։ Նրա խոսքով ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ոստիկանների եւ փրկարարների պատրաստման ու վերապատրաստման ծրագրերին զուգահեռ նախատեսվում է ձևավորել նաեւ սահմանապահների մասնագիտական կրթության նոր ուղղություն, հիմնված միջազգային առաջատար փորձի եւ ժամանակակից կրթական մեթոդների վրա։ Արմեն Ղազարյանի գնահատմամբ սա Հայաստանի կողմից սահմանների համալիր կառավարման համակարգի ձևավորման կարևոր քայլերից է, որը համահունչ է եվրոպական եւ միջազգային լավագույն փորձին։ Փաստաթղթերի անվտանգության ոլորտում քննարկվել են իրավական եւ տեղեկատվական կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, իսկ իրավապահ մարմինների բարեփոխումների համատեքստում անդրադարձ է կատարվել հատկապես քրեական ոստիկանության կարողությունների ամրապնդմանը, տեխնիկական եւ մեթոդաբանական աջակցության հնարավոր ուղղություններով։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակական զարգացման իրենց հանձնառությունը, կարևորելով համատեղ ծրագրերի շրջանակում փորձի փոխանակումն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ Լիտվական կողմը եւս վերահաստատել է Հայաստանի հետ ընթացիկ եւ ապագա նախաձեռնություններում ակտիվ ներգրավվածություն ապահովելու իր պատրաստակամությունը։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք թողարկումը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը նախընտրական փուլում ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման նպատակով իրականացնում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ստացված տեղեկությունների հիման վրա ներկայացվել է 78 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Քաղաքացիների սահմանադրական իրավունքները պատշաճ ապահովելու համար ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ազգային ժողովի հերթական համապետական ընտրությունների նախընտրական փուլում հնարավոր ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման նպատակով հետեւողականորեն իրականացնում է թիրախային օպերատիվ հետախուզական եւ անհրաժեշտ այլ միջոցառումներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Մասնավորապես քրեական ոստիկանության կողմից արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին 37 հաղորդում, որից 8-ը հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, իսկ 11-ը համացանցում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված դեպքերի վերաբերյալ։ 13-ը եղել են ընտրակաշարք տալու, ստանալու եւ ընտրակաշարքի միջնորդության վերաբերյալ դեպքեր, 3-ը եղել են ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու
խախտելու վերաբերյալ դեպքեր, երկուսը անձի ընտրական իրավունքին խոչընդոտելու վերաբերյալ դեպքեր։ Նշված հանցավոր դրսևորումների փաստական հանգամանքները պարզելու եւ հնարավոր հանցանշանները հայտնաբերելու նպատակով քրեական ոստիկանությունը գործընկեր իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ մի շարք հասցեներում իրականացրել է խուզարկություններ, ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ։ 9 հետագայում կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալան խափանման միջոցը, 3-ի նկատմամբ վարչական հսկողություն, իսկ 4-ի նկատմամբ էլ բացակայելու արգել խափանման միջոցը։ 1 անձ ներկայացվել է դաստիարակչական հսկողության, եւս 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 41 դեպք։ Հիշյալ դեպքերից 36-ը հանդիսացել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դեպքեր, 2-ը ընտրակաշառքի դեպքեր, տալու եւ ստանալու վերաբերյալ, իսկ 3-ը հարկադրաբար հավաքներին մասնակցելու դեպքեր են, որոնք եղել են նյութապես շահագրգռելու արդյունքում։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ։ Նախաքննական մարմնի կողմից 8 անձի նկատմամբ կիրառվել է որպես խափանման միջոց կալանավորումը, 7 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 4-ի նկատմամբ բացակայելու արգելք։ Մյուս անձանց նկատմամբ դեռևս խափանման միջոց չի կիրառվել, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները եւ կիրառելու է ողջ գործիքակազմը նախընտրական շրջանում, ինչպես նաեւ ընտրությունների ժամանակ գործընթացի բնականon ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու եւ բացահայտելու նպատակով։ Անցնող շաբաթվա քրեական այլ նորություններին առաջարկում եմ ծանոթանալ մեկ տեսաշարով։ Հունիսի 2-ին քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փորձել են հափշտակություն կատարել Արարատ գյուղում գործող ոսկյա զարդերի վաճառասրահից, արդյունքաբեր գազ փչելով վաճառողի դեմքին։ Վաճառասրահի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում։ Ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արարատի մարզի քրեական ոստիկանները համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզել են հանցագործության մասնակիցների ինքնությունը, նրանց տեղաշարժը եւ մի շարք այլ հանգամանքներ։ Պարզվել է, որ ավազակային հարձակումը կազմակերպել են Երևանի բնակիչներ 39-ամյա եւ 37-ամյա, Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ 21-ամյա, Մասիսի բնակիչ 32-ամյա տղամարդիկ, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել, հանդիպելով վաճառասրահի սեփականատիրոջ դիմադրությանը։ Հետագա միջոցառումների արդյունքում 4-ն էլ հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել են քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն։ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 20,000 անվանական արժեքով 4 թղթադրամ հուշանվեր, գաղտնի փականով ծալովի դանակ եւ թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված։ Ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, կատարվում է նախաքննություն։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը թիրախային պայքար է իրականացնում ավտոմեքենաներից կատարվող գողությունների եւ շորթման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու դրանց դեմ արդյունավետ հակազդման ուղղությամբ։ Հետևողական աշխատանքի հերթական արդյունքը Շենգավիթի համայնքային ոստիկաններն արձանագրեցին մայիսի 22-ի գիշերը ժամը 4:40-ին Մայրաքաղաքի Եղբայրության փողոցի մոտ գողության եւ շորթման փորձ կատարելու կասկածանքով նրանք ձերբակալեցին Արինբերդի փողոցի բնակիչ 15-ամյա մի պատանու։ Ըստ իրավապահների հիմնավոր տեղեկությունների նաեւ 17-ամյա մեկ այլ պատանի Մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում տասնյակ մեքենաներից կատարել էին գողություն եւ շորթում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչների եւ ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում հիմնավորվել է նրանց կողմից կատարված շորթման 20 դեպք։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Տելեգրամյան հավելվածում գրանցված մի խումբ քաղաքացիներ ապօրինի իրացնում են թմրամիջոցներ։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում Երևանի Գոգոլի փողոցում իրացնելու նպատակով թմրանյութ տեղադրելու պահին իրավապահները ձերբակալեցին Մայրաքաղաքի բնակիչներ 32-ամյա տղամարդուն եւ 33-ամյա կնոջը։ Տղամարդու վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին, երկուսին էլ առաջադրվեց մեղադրանք։ Կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 27 գրամ զանգվածով փաթեթներ։ Իրավապահների հետագա համատեղ գործողությունների արդյունքում հիմնավորվեց, որ ձերբակալված տղամարդն ու
ու կինը մեթամֆետամինը ձեռք են բերել Մայրաքաղաքի Նորաշեն թաղամասում բնակվող ամուսիններից։ Նորաշենի բնակիչներ 40-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը եւս ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին։ Նրանց նույնպես առաջադրվել է մեղադրանք, նախաքննությունը շարունակվում է։ Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը։ Ահազանգը ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվորեն ձեռնարկել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ։ Որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում եւ վերադարձվել ծնողներին։ Երեխայի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։ Երևանում անցկացվել է պատանի հրշեջ փրկարարների մրցաշարի համապետական 14-րդ առաջնությունը, որի նպատակն է ձևավորել հետաքրքրություն հրշեջ փրկարարների մասնագիտության նկատմամբ։ Մասնակցել են Երևանի եւ մարզերի 13 թիմեր։ Պատանիները մրցում էին ձգումներ պտտաձողի վրա, հրում հատակից, փոխանցումավազք եւ համալիր վարժություններ մարզաձևերից։ Հաղթող թիմերին հանձնվել են պարգևներ ու պատվոգրեր։ Ֆիզիկական պատրաստվածության ամրապնդում, գիտելիքների կատարելագործում, թիմային մտածողության ձևավորում։ Արդեն 14 տարի է պատանի հրշեջ փրկարարների մրցաշարն իր շուրջն է համախմբում Երևանի եւ մարզերի պատանի հրշեջ փրկարարներին, նպատակ ունենալով ձևավորել հրշեջ փրկարարի մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն։ Համապետական առաջնությունն այս անգամ Երևանում էր։ Մայրաքաղաքի եւ մարզերի 13 թիմերի մասնակիցները մրցում էին ձգումներ պտտաձողի վրա, հրում հատակից, փոխանցում ավազք, համալիր վարժություններ մարզաձևերում։ Բավականին շատ ինտուզիազմով լցված մեր մարզերի եւ Երևան քաղաքի հավաքական թիմերը մասնակցում են այս մրցումներին։ Առաջնությունը ապագա փրկարարների համար կարողությունները ներկայացնելու լավագույն հնարավորությունն է։ Մրցաշարի մասնակիցները նշում են, որ առաջնությունը մրցակցային պայքարից զատ նաև նոր ընկերներ ձեռք բերելու, անձնական կապեր հաստատելու լավ առիթ է։ Պատանի հրշեջ փրկարարական մրցույթին առաջի տարին է ինչ մասնակցում եմ։ Շատ հետաքրքիր է ու անկախ մրցակցային տրամադրություններից կարողանում ենք ձեռք բերել նոր ընկերներ։ Թող հաղթի ուժեղագույնը։ Պատանի հրշեջ փրկարարների համապետական առաջնության 2026 թվականի գավաթը նվաճեց Արարատի մարզի թիմը, ցուցադրելով բարձր պատրաստվածություն, կամք եւ համախմբվածություն։ Լարված եւ մրցակցային պայքարի արդյունքում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կոտայքի մարզի, իսկ պատվավոր երրորդ տեղը Լոռու մարզի թիմը։ Ամփոփելով առաջնության արդյունքները, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալը շնորհավորեց մասնակիցներին, ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, թիմային աշխատանքի եւ արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացման գործում։ 1-1-2 բարև ձեզ, լսում եմ։ 1-1-2 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 1-1-2 մեկ զանգ արագ արձագանք։ Շաբաթվա կարևորները այսքանն էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։